Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, այսօրվա հաղորդման ընթացքում դիտեք։ Ադրբեջանը գնդակոծել է Խնածախի մշակույթի տունը, Պաշտպանության նախարարությունը եւ պարզաբանումներ է Բաքվից պահանջել եւ հայտարարել, ադրբեջանական սակավաթիվ կրակոցներն անհասցե են։ Դիմացի կողմից որ խփում են յուղի վրա, յուղի տներին, տանիքներին կպնում է։ All the necessary guarantees that this situation is irreversible. Ինչ երաշխիքներ է ուզում Ադրբեջանը Հայաստանից Սյունիքով Նախիջևանին անխոչնդոտ կապվելու համար։ Դիմել ՄԱԿ-ի փախստականների հարցերով Արցախցիները արտգործնախարարությունից պահանջում են ապահովել իրենց վերադարձը հայրենիք։ ուղղված Արցախի ժողովրդի կայուն եւ ինքնորոշված վերադարձի ապահովմանը։ Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց Գյումրիի ավականու մանդատից։ Քաղաքապետի ընտրությունը 2 օրից է։ Նիստը Վարդան Ղուկասյանը կվարի որպես տարիքով ամենաավագ անդամ։ 3-ից 15 հազար դրամ տուգանք տրանսպորտի ուղևորց չվճարելու համար։ Ազգային ժողովն օրենք է փոխում։ «34 մարդու կյանք խլած Սումիի հրթիռակոծությանը Եվրոպայի արձագանքը կոշտ է, Միացյալ Նահանգներինը ավելի մեղմ։ Արտգործնախարարների հանդիպումից հետո էլ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը չի պահպանվում։ Ադրբեջանական զինուժի կրակոցները 3 գիշեր թիրախավորել են Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը։ Տուժածներ չկան, բայց մարդիկ սարսափած են օրերով չդադարող կրակոցներից։ Ում ինչ բնակիչները անորոշության մեջ են, անգամ գյուղը լքելու մտքեր ունեն, Հայաստանի ռազմական գերատեսչության գնահատմամբ իրավիճակը սահմանին կայուն է։ Ադրբեջանական զինուժի գրեթե 1 ամիս շարունակվող կրակոցներից այս գիշեր վնասվել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը։ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունից բացի նաև լուսանկարներ է հրապարակել հայտնել։ Կրակոցները հնչել են ժամը 22:20-ի սահմաններում, տուժածներ չկան։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, որ այս շաբաթներին հաճախ է պնդում, թե ադրբեջանական կրակոցները վտանգավոր չեն եւ ուղղված չեն Հայաստանի տարածքին, Բաքվից պարզաբանում է ակնկալում։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Այս նույն առաջարկը Երևանն արել էր նաև 2 շաբաթ առաջ, երբ կրակոցներից Խնածախում տուն էր վնասվել։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից այսօր միայն արձագանքել են, պնդելով, թե հայկական կողմը անհիմն իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է տարածել։ Բաքվից նաև շեշտել են, թե մեջբերեմ համարժեք միջոցներ են ձեռնարկում միայն ադրբեջանական դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան։ Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Եվ մինչ Երևանն ու Բաքուն մեղադրանքներ են փոխանակում Սյունիքի սահմանամերձ բնակավայրում մարդիկ օրերն են հաշվում ու սրտնեղում։ Շուտով 1 ամիսը կլրանա, որ ադրբեջանական կրակոցները չեն դադարում։ Այս ընթացքում ընդամենը 2-3 խաղաղ օր են ունեցել։ Բնակիչներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ, Ազատությանը պատմեց. գիշերվա կրակոցները անհետևանք չեն անցել։ Դիմացի կողմից որ խփում են յուղի վրա, յուղի տներին, տանիքներին կպնում է։ Կին ա եղել դուրս ա եկել գիշերը բալկոն, այդ փամփուշտը կպել ա պատին, վատացել է։ Խնածախում կրակոցների ժամերը արդեն անգիր գիտեն, ամեն օր երեկոյան 10-20-ի կողմերը։ Մութն ընկնելուն պես մարդիկ վախենում են տներից դուրս գալ, պատմեց Խնածախի բնակիչներից Կամելա Օհանյանը։ Խաղաղության բանակցությունների մասին ամեն օր լսում են, բայց ոչինչ չեն հասկանում այդ քաղաքական գործերից։ Ինչու խաղաղություն չկա։ Սեփական վերլուծություններն են արել։ Ադրբեջանի քայլերը խաղաղության մասին չեն։ Կրակում են, որ գյուղում խուճապ տարածեն, մարդկանց ստիպեն լքել իրենց տները։ Մնալու խույս չկա, տենց է դառնում էլի։ Եթե տենց ամեն օր կրակի վախի մեջ ապրեն, մեծը երեխան բոլորն էլ վախենում են, ես չոր չեմ վախենում։ Առայժմ մնում են տեսնում ինչ է դա։ Եվ մինչ սահմանամերձ գյուղերում մարդիկ գրեթե ամեն օր հնչող կրակոցների մասին պաշտոնյաներից մի հուսադրող լուրի են սպասում, պաշտպանության փոխնախարարը այսօր խորհրդարանում արած իր հայտարարությամբ նրանց էլ ավելի խճճեց։ Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրեց. իրավիճակը սահմանին կայուն է, կրակոցներն էլ անհասցե։
Այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, այդ ձեր վկայակոչած կրակոցները երբեմն, որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել, եթե անգամ դուք ասում եք կրակոցներ կան։ Ես շատ լավ գիտեմ։ Ես շատ լավ գիտեմ։ Եվ ըստ էության, որ դուք ասում եք իմ եւ մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Անընդունելի է, երբ պաշտոնյաները այն էլ ռազմական գերատեսչության ազնիվ չեն սահմանին ապրող մարդկանց հետ, ասում է Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Ընդդիմադիր գործչի խոսքով թիրախային թե ոչ թիրախային Ադրբեջանը կրակոցներով կոնկրետ նպատակ է հետապնդում։ Եթե նույնիսկ օդ են կրակում, իրենք հենց այնպես օդ չեն կրակում, դա եւս տերորի նշանակություն ունի, դա եւս կոնկրետ թիրախավորման նշանակություն, այսինքն վախի մթնոլորտում պահելու, մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի։ Սահմանային կրակոցներին նախորդեց խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին Երևանի եւ Բաքվի հայտարարությունը, բայց փաստաթղթի ստորագրման համար Ադրբեջանը պահանջում է, որ հայկական կողմը փոխի սահմանադրությունը եւ լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Թուրքական Անտալիայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների շաբաթօրյա հանդիպումից շատ մանրամասներ չհաղորդվեցին, օրինակ, ինչ է լինելու խաղաղության համաձայնեցված պայմանագրի հետ, երբ Ադրբեջանը չի հրաժարվում իր նախապայմաններից։ Բայց ապաշրջափակման հարցը Միրզոյանն ու Բայրամովը հրապարակային քննարկեցին, նույնիսկ որոշ փակագծեր բացեցին միմյանց դիրքորոշումներից։ Հիմա փորձենք հասկանալ, ինչ է ենթադրում Սյունիքով Նախիջևան Բաքվի պահանջած անխոչնդոտ կապը ու ինչ պայմաններով։ Officially saying, and our constitution is a public document. Ինչ երաշխիքներ է ուզում Ադրբեջանը Հայաստանից Սյունիքով Նախիջևանին անխոչնդոտ միանալու համար։ Ադրբեջանի արտգործնախարարը Անտալիայում դիվանագիտական ֆորումին Հայաստանի արտգործնախարարի ներկայությամբ հստակ հայտարարեց. իրենք Սյունիքով ուզում են անխոչնդոտ անցում, որը ենթակա չէ փոփոխության, անկախ Հայաստանում իշխանության փոփոխությունից։ It does not depend on the, political changes in Armenia. Մենք չենք ուզում հայտնվել մի վիճակում, երբ համաձայնում ենք մի բանի ու 1-2 տարի անց Հայաստանի օրենսդրության փոփոխության կամ էլ Հայաստանում իշխանության փոփոխության պատճառով կանգնելու ենք նույն 30 տարի առաջվա իրավիճակի առաջ, երբ հակամարտությունը սկսվեց ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դարձավ այս իրավիճակի գերին։ Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչնդոտ անցում բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակն այլևս ենթակա չլինի փոփոխության եւ կախված չլինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից։ Ես ենթադրում եմ, որ իրենք այդ մասով ուզում են ստանալ առանձին փաստաթուղթ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համոզմամբ Ադրբեջանը նպատակ ունի առանձին փաստաթղթով իր համար ամրագրել այնպիսի պայմաններ, որոնք Փաշինյանի իշխանությունից հետո էլ չեն չեղարկվի։ Օրինակ, ինչպես սահմանազատման հետ կապված բանակցվեց մեկ առանձին փաստաթուղթ, նաև այսպես այդ միջանցքի տրամաբանության հետ կապված կարող են փորձել ստանալ մեկ այլ փաստաթուղթ, ինչպես Բայրամովն է ասում, որը անկախ քաղաքական փոփոխություններից իր ակտուալությունը չի կորցնի հողի վրա, այսինքն այնպիսի պայմաններով փաստաթուղթ են ուզում ստանալ, որոնք Նիկոլ Փաշինյանից հետո էլ նույնիսկ հնարավոր չի լինի չեղարկել արդեն որևէ կողմի համար։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակման ստորագրվելիք փաստաթղթում ամրագրի, որ պայմանները երբևէ ենթակա չեն փոփոխության, ապա դա կլինի Հայաստանի քաղաքական կապիտուլյացիան։ Խելագարություն է պատկերացնել, որ Հայաստանը օրինակ որևէ փաստաթղթում կամրագրի, որ տվյալ փաստաթուղթը երբևէ ենթակա չի լինի փոփոխության։ Այսինքն, եթե Հայաստանը գնա այդպիսի որևէ ամրագրման, դա կնշանակի պարզապես, որ դա ոչ թե խաղաղության կամ ճանապարհների վերաբերյալ ինչ-որ համաձայնություն է, այլ պարզապես Հայաստանի քաղաքական կապիտուլյացիա։ Ճանապարհների ապաշրջափակման թեման Հայաստանն ու Ադրբեջանը դուրս բերեցին խաղաղության պայմանագրից, եւ եթե այս հարցում կողմերն ի վերջո համաձայնության գան, ապա ըստ վերլուծաբանի ենթադրվում է, որ պետք է ստորագրվի նոր փաստաթուղթ։ Թե ինչպիսի կարգավիճակ կունենա այդ փաստաթուղթը դժվար է ասել, սակայն Հակոբ Բադալյանը չի բացառում, որ Ադրբեջանը պահանջում է, որ այդ փաստաթուղթը միջպետական պայմանագրի տրամաբանություն ունենա, որպիսի առավելագույն երաշխիքներ ստանա։ For us this is absolutely crucial. Երևանը ավելի ցածր ստատուսով համաձայնություն է պատկերացնում, ադրբեջանցիները փորձում են դա եւս բարձրացնել միջպետական պայմանագրի ստատուսի։
We suggested to use, I don't know, modern technologies. Անտալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկմանը Հայաստանի արտգործնախարարն առաջին անգամ փակագծեր բացեց ճանապարհների ապաշրջափակման մասով Բաքվին արված առաջարկի մասին։ Ինչպես Արարատ Միրզոյանն նշել, ֆիզիկական շփումը բացառելու համար անգամ առաջարկել են հայտարարագրերով աշխատել։ There are electronic scanners which will allow us to avoid physical check of the goods of the cargo, to use electronic declarations. Մենք հասկանում ենք, որ Հայաստանի հարավում 45 կիլոմետր կա, որն Ադրբեջանի երկու մասերը իրար կապելու ամենակարճ ճանապարհն է։ Ընդ որում առաջարկել են կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները, էլեկտրոնային սկաներներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների ֆիզիկական ստուգումից։ Կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր, այս տեղեկատվությունը կարող են փոխանակել համապատասխան կառույցները, ինչը թույլ կտա ունենալ այդ տրանզիտը առավելագույն արագությամբ, բայց դրական պատասխան չկա։ We made a very concrete proposal, no positive answer. Սա абսուրդ է, որ հայ ժողովուրդը իր հետ տեղի ունեցողի մասին Անտալիայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ է տեղեկանում։ Անդիմադիր падգամավորի համոզմամբ այնինչ առաջարկում է Երևանը Բաքվին իրականում Հայաստանի ինքնիշխանության էական զիջում է, բայց նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը մերժում է Հայաստանի այդ առաջարկը, ինչն ըստ Աննա Գրիգորյանի ցույց է տալիս, որ Բաքվի ուզածը ընդամենը մի պարզ ճանապարհ չէ։ Դա իրականում սուվերենության, իրավազորության էական զիջում է, բայց կրկնում եմ, նույնիսկ այդ զիջումների պարագայում Ադրբեջանն ասում է դա մեզ բավարար չէ, այսինքն իրենք լրիվ ստրատեգիական, լրիվ այլ պատկերացումներ ունեն, այսինքն իր խնդիրը միայն այդ կապը ստանալը չի, իր խնդիրը միայն իր բեռները փոխադրելը չի, ինքը շատ ավելի լուրջ հավակնություններ ունի այդ տարածքի նկատմամբ եւ միջանցք ասածը, եթե մենք ուղղակի պատկերացնում ենք մեկ ճանապարհ, դա կարծում եմ ամբողջական պատկերացումները չեն, որովհետեւ ճանապարհը պետք է լինի իր ինֆրաստրուկտուրաներով եւ այլն, այսինքն Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ավելի մեծ ծրագիր են գծագրում եւ իրենց բավարար չէ նույնիսկ այն խայտառակ առաջարկը, որ ներկայացվում է այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Ազատությունը հարցմամբ դիմել է վարչապետ Փաշինյանին, պարզելու թե ինչ երաշխիքներ է ուզում Ադրբեջանը Հայաստանից Սյունիքով Նախիջևանին անխոչնդոտ միանալու համար, այդ երաշխիքները ինչ փաստաթղթում պետք է ամրագրվեն, որոնք ինչպես արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է նշում, հետագայում ենթակա չեն փոփոխության եւ կախված չեն լինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից։ Որքանով է Բաքվի անխոչնդոտ անցման երաշխիքների պահանջը ընդունելի Հայաստանի համար եւ արդյոք դրա շուրջ կան քննարկումներ։ Հայաստանը պատրաստ է հենց վաղը առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այսօր հայտարարել է ազգային ժողովի փոխխոսնակ հայ-թուրքական կարգավորման հարցով հայաստանցի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ 9 ամսվա դադարից հետո հայ եւ թուրք բանագնացները հանդիպեցին Անտալիայում, բայց դարձյալ ոչ մի պայմանավորվածության մասին չհաղորդվեց։ Ռուբինյանն այսօր ասել է, դրանց իրագործման հարցերն են քննարկել, առանց կոնկրետ ժամկետներ նշելու։ Թուրքիայի ներկայացուցիչի հետ քննարկել են կարգավորման գործընթացը իր ամբողջ սպեկտրով, այսինքն բոլոր պայմանավորվածությունները, որը այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը, ինչպես գիտեք, մի մասը իրագործված է, մի մասը իրագործված չէ, որոշ գործընթացներ կան անի պատմական կամուրջի վերականգնման շուրջ, վերջերս հանդիպում է տեղի ունեցել տեխնիկական մասնագետների Ստամբուլում դրա վերաբերյալ եւ այս սպեկտրն են։ Իսկ Մարգարայի սահմանը անցակետ է բացելու հետ կապված։ Դա այն պայմանավորվածությունն է, որի կատարման համար մենք մեր կողմից մեր անելիքը արել ենք եւ սպասում ենք, որպեսզի թուրքական կողմը կատարի պայմանավորվածությունը։ Այդ հետաձգումը ինչով է պայմանավորված, բացատրություն կար։ Նորություն չկա այդ հարցում։ Որովհետեւ չբացատրեց ՔԼՉ, թե այդ հարցում նորություն չկա։ Պարոն Ռուբինյան, եւ սահմանը կբացվի երրորդ երկրների դիպլոմատիական ներկայացուցիչների միջեւ կա հստակ պայմանավորվածություն, որևէ հարց։ Հենց նոր է ախր այդ հարցին պատասխանում, որ դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչ այս պահը չի կատարվել եւ Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել, որտեղ ինչպես հիշում եք Հայաստանը վերանորոգեց Մարգարայի անցակետը եւ ամեն ինչ պատրաստ է այդ պայմանավորվածությունը իրագործելուն եւ սպասում ենք, որպեսզի Թուրքիան կատարի այդ պայմանավորվածությունը։ Վերջին հարցը։ Պարոն Ռուբինյան, արդյոք Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ես կարող եմ ասել ինչ է պնդում Հայաստանը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի։
Այսօր Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ էին։ Սկսենք իրենց հայրենիքից տեղահանված արցախցիների ակցիայից։ Արտգործնախարարությունից նրանք մի քանի պահանջ ունեն, իրենց վերադարձի ապահովում, գերիների ազատ արձակում, այդ ամենը միջազգային երաշխիքով։ Բոլոր այդ թվում արցախցիների նկատմամբ ատելության խոսքը դադարեցնելու պահանջները գրավոր են փոխանցվել, թե արտաքին գերատեսչության, թե գլխավոր դատախազության պաշտոնյաները արցախցիներին չեն ընդունել։ Կա շատ մեծ վախ, որ այս քարոզվող ատելությունը կարող է շատ ավելի հեռուն տանել եւ ես չեմ վախենա ասել այս խոսքը, որ մի օր տանի եւ հասցնի մեզ եղբայրասպանության, ինչը խայտառակ վիճակ է եւ ինչին պետք է ամեն ինչ անել, որպեսզի չհասնենք։ Արցախցիներն այս մտահոգությամբ այսօր հավաքվել էին գլխավոր դատախազության մոտ, պահանջում էին իրավապահները պատժեն արցախցիների նկատմամբ ատելություն քարոզողներին։ Օրինակներից ամենավառը ցավալին ինձ համար այն է, որ իշխանության գլուխգործոցները, այստեղ որ նստած են կառավարության շենքում, հենց իրանք են ատելության խոսքը տարածում։ Պարակտում մտցնելով մեզ այսօր փորձում են մեր ժողովրդի մեջ իրար նկատմամբ հանեն իրաց մեղքերը գցեն մեր վրա, որ մեկ ժողովրդով իրար մեջ հարցերը պարզենք, չլինելու, չի ստացվելու։ Կարծում են, որ ատելությունը հրահրում են իշխանության բարձր օղակներից, պահանջում էին, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցի։ Ոչ մի պաշտոնյա, ոչ մի մերձիշխանական, այսպես կոչված լրատվական իր զզվերի քարոզով չի կարողանա բաժանել Հայաստանի հային եւ Արցախի հային իրարից։ Բոլոր հնարավոր դեպքերը ներկայացնելու ենք եւ պաշտոնյաներ կլինեն, եւ պարզ քաղաքացիներ, եւ կեղծ օգտատերեր պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ քրեական պատասխանատվության։ Հանցագործության մասին օրինակների մեծ ցանկով էին եկել։ Այդ ցանկում քպականներ կային, իշխանությանը սատարող բլոգեր, կեղծ օգտատերեր։ Պատգամավորներից Արսեն Թորոսյանի գրառումն էր ներկայացվել, որ Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի օրը գրել էր, թե Արցախը հայաթափած իշխանությունը հիմա էլ նույնը Հայաստանում է փորձում անել։ Եվ սա քաղաքական ուժերի կամ կուսակցությունների պայքար չէ, սա հստակ պայքար է Հայաստանի Հանրապետության գոյության դեմ, ինչը վստահաբար արժանանալու է մեր ժողովրդի արժանի գնահատականին։ Թալանել եք իմ երկիրս, ծախել եք իմ երկիրս, Արցախը ծախել եք։ Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանության ու վերադարձի հարցերն էլ կային ԱԳՆ-ին փոխանցած պահանջագրում։ Մեկ ամիս առաջ արցախցի նախկին պաշտոնյաները դիմել էին Շվեյցարիային, որ որպես չեզոք կողմ Ադրբեջանում հայ գերիների համար հյուպատոսական ծառայություն ապահովեն։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասաց, պատասխանել են, պատրաստ են ջանքեր գործադրել, բայց պետք է Հայաստանը դիմի։ Հայաստանն էլ ըստ Բեգլարյանի չի դիմել, որը խիստ անընդունելի ու դատապարտելի է, քանի որ մենք կարծում ենք, որ դա այն հնարավոր մեխանիզմներից է, որ անհապաղ կերպով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է գործադրի, որպեսզի մուտք ունենա մեր գերիներին եւ հնարավորինս պաշտպանության մեխանիզմներ կիրառվեն։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ կառավարության ջանքերով Մինսկի խումբը սկսի Ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ գործընթաց ու ապահովի արցախցիների վերադարձը։ Դիմել ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարին եւ Եվրոպայի խորհրդին նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն եւ ինքնորոշված վերադարձի ապահովմանը։ Այս պահանջին զուգահեռ կառավարությունը Ադրբեջանի խոստանում է տասնամյակներով Ղարաբաղյան հակամարտության լուծմամբ զբաղվող միակ կառույցի Մինսկի խումբը լուծարելու գործընթաց սկսել։ Խիստ դատապարտելի է, որ Արարատ Միրզոյանը կլինի, Նիկոլ Փաշինյանը կլինի, թե պաշտոն զբաղեցնող կոնկրետ անձինք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության այդ մեխանիզմները վիժեցնում են եւ դա դարձնում են բանակցությունների առարկա, սակարկման առարկա։ Մինսկի խումբը լուծարելու պատրաստական իշխանությունը 2021-ին կուսակցական ծրագրով խոստանում էր դեօկուպացնել Հադրութն ու Շուշին։ Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր այդ ծրագիրը այրեցին նախարարության մոտ։ Դիմումները հանձնելուց հետո հեռացան, նրանց պաշտոնյաներից ոչ մեկը չմոտեցավ։ Դարձյալ փողոց են դուրս եկել փոքր ու միջին ձեռնարկատերերը։ Հարկային բեռի կրկնակի ավելացման դեմ ամիսներ շարունակ բողոքող քաղաքացիները այսօր կառավարության մոտ էին հավաքվել, իրենց հետ բերելով ավելի քան 2000 ստորագրություն։
Մի քանի օր առաջ սկսված ստորագրահավաքի պահանջն է կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները։ Ավելի թեթև հարկային ռեժիմով շրջանառության հարկով աշխատող տասնյակ հազարավոր փոքր բիզնեսների համար տարեսկզբից 5%-ը 10 դարձավ, ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ տարբեր տոնավաճառներում զարդերից մինչև հագուստ վաճառողները բողոքի ակցիաներ են սկսել, պնդելով, թե այդչափ հարկ վճարելով աշխատել պարզապես հնարավոր չէ, գուցե առհասարակ փակվեն։ Կառավարության առաջարկը, որ շրջանառությունը փաստաթղթավորելու դեպքում հնարավոր կլինի նույնիսկ ավելի քիչ հարկ վճարել, ձեռնարկատերերը իրատեսական չեն համարում, ընդգծելով, որ շատ ապրանքներ, ծառայություններ գույքագրելը անհնար է։ 2300-ից ավել ստորագրություն այստեղ հավաքագրվել, որտեղ զուտ ստորագրություններ չի, ես էլ եմ ուզում նշեմ, այսինքն այստեղ նույնականացված են մարդիկ իրենց հարկային կոդերով, հեռախոսի համարներով, այսինքն պարզապես տենց ինչ-որ թղթեր չենք լրացրել ու ներկայացնում, որտեղ պահանջը էլի մեկն է, հետ կանգնել այդ որոշումներից, այսինքն այն ընդունված երկու օրենքները, որոնք շրջանառության հարկի ռեժիմը բարդացրել են, խեղաթյուրել են ամբողջ շրջանառության հարկի գաղափարախոսությունը եւ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել, սրան ավելացվել է ընդամենը մի քանի օր առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունված հաշվապանների ու իրավաբանների հարկային բեռը, որ հուլիսի 1-ից թանկացել է, որը էլի ուղիղ ազդելու է փոքր ու միջին բիզնեսի վիճակի ազդեցության վրա, վատթարացման վրա, որովհետև մի կողմից կառավարությունը բարդացնում է հաշվառումը, մյուս կողմից այսպես ասած անհասանելի է դարձնում մասնագիտական ծառայություններից օգտվելը, ես խոսում եմ գերփոքր բիզնեսների մասին, այս գրության մեջ նաև կան հաշվապաններ, իրավաբաններ, մարզերից փոքր բիզնեսներ, առևտրի իրականացման վայրերից տարբեր բիզնեսներ եւ բոլորի այս ստորագրություններով մուտք են կանում կառավարության ղեկավարի անունով, որովհետեւ մեր բազմաթիվ հանդիպումների արդյունքում թե ազգային ժողովում, թե տարբեր գերատեսչության ղեկավար կազմերի հետ հասկացել ենք, որ որոշում ընդունողը մի հոգի է։ Եվ բնականաբար այստեղ ոչ թե պետք է լինի մենախոսություն, այլ երկխոսություն, հերիք ասենց ասում անկանխատեսելի եւ բիզնես միջավայրը անընդհատ ցնցումների ենթարկելու որոշումներ ընդունել, այլ պետքա սա առիթ է, որ նրանք հաշվի նստեն եւ հասկանան, որ պետքա նստել, խորը ազդեցության գնահատում անել, նոր որոշումներ ընդունել։ Եղվարդի խճուղին առավոտյան փակել էին Դավիթ Հաշենի Միկոյան 64 շենքի բնակիչները։ Պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետի հետ, մարդիկ 3 տարի սեփականության վկայական չեն կարողանում ստանալ 2022-ից, սա նրանց բողոքի 3-րդ փորձն է։ 6 շենքից բաղկացած Դավթաշենի նորակառույց համալիրի բնակիչներն այսօր 1 ժամ փակ պահեցին Եղվարդի խճուղին ի նշան բողոքի ակցիայի։ Ավելի քան 1000 բնակարան ունեցող համալիրը քաղաքապետարանից ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացել է։ Բնակիչները կասկածներ ունեն, որ դա կեղծ սնանկություն է եւ որ կառուցապատող NS Construction-ը հովանավորներ ունի բարձր օղակներում։ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները դեռ 2022-ին պետք է ստանային իրենց սեփականության վկայականները, բայց կառուցապատողը սնանկացել է, իրենք էլ կանգնել են փաստի առաջ։ Բնակիչներից Հայկ Սմբատյանը Երևանի քաղաքապետին էր սպասում։ Պահանջում ենք նախ եւ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գալ այստեղ Անաստաս Միկոյան 64 հասցե, որպեսզի մենք իրեն ցույց տանք այն ապօրինությունները, որ տեղի է ունեցել եւ քաղաքապետարանի գործողությունների հետևանքով եւ կառուցապատողի։ Բնակիչները սպասեցին, բայց Ավինյանը չեկավ։ Ակցիայից ժամեր անց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Facebook-յան իր էջում գրեց. «Քաղաքապետը գործուղման է բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»։ Ասում էին, անցած տարի սեպտեմբերին ծավալուն նամակ են փոխանցել կառավարությանն ու իրավապահ մարմիններին, մինչև հիմա պատասխան չեն ստացել, անգամ քրեական գործ չկա հարուցված։ Օրենսդրական կարգավորումները չեն ապահովում մեր որպես գնորդներ քաղաքացիների իրավունքները։ Ու ցանկացած կառուցապատող, ցանկացած բիզնես իր կմահաճույքով ինչ ուզում անում է։ Իսկ պետությունը լուր նստել է ու ոչ մի բանով չի զբաղվում։ Մենք 5 շաբթի օրը փաստել ենք, որ այլևս Հայաստանի Հանրապետության կառավարություն չի հանդիսանում քաղաքացիների երաշխավորը, իրանց իրավունքների երաշխավորը, ու հիմա մենք այս ճանապարհով փորձելու ենք նաև մեր իրավունքների մասով բարձրաձայնենք, թող հանրությունը իմանա, թե ինչա տեղի ունենում իրական։ Ռոման Ալավերդյանը հիշեցրեց, դեռ անցած շաբաթ հայտարարել էին այսօրվա ակցիայի մասին։ Մենք նախազգուշացրել էինք մինչև այդ 5 շաբթի օրը կառավարության դեմ։ Ինչ որ մի հատ աշխատող, հասարակ աշխատող մեզ չընդունեց, արհամարեց ուղղակի։
Կառուցապատող NS Construction-ի ու նրա հետ փոխկապակցված KR Construction-ի Facebook-յան պաշտոնական էջերում հրապարակված մի քանի հեռախոսահամարներով նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց Գյումրիի ավագանու մանդատից։ Քաղաքապետի ընտրությունը 2 օրից է, նիստը Վարդան Ղուկասյանը կվարի որպես տարիքով ամենաավագ անդամ։ 3-ից 15 հազար դրամ տուգանք տրանսպորտի ուղևարց չվճարելու համար։ Ազգային ժողովն օրենք է փոխում։ «34 մարդու կյանք խլած Սումիի հրթիռակոծությանը Եվրոպայի արձագանքը կոշտ է, Միացյալ Նահանգներին է ավելի մեղմ։ Արդեն անհաշվելի անգամ Մոսկվան զգուշացրել է Երևանի Եվրամիությունն ու ԵՏՄ-ն անհամատեղելի են։ Ռուս փոխարտգործնախարարը նախորդին խոսել է ցավոտ հետևանքներից, խոսքի մեջ Հայաստանին անվանելով ռազմավարական դաշնակից։ Պաշտոնական Մոսկվան կրկին զգուշացնում է Հայաստանի իշխանություններին, Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհնար է համատեղել։ Պաշտոնական Երևանը վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի դրանց միջև Իզվեստիային ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը։ Эти союзы имеют абсолютно разное таможенно-тарифное регулирование и так далее. Да? То есть это абсолютно разные экономические, по сути свои разные экономические блоки. Այս երկու միությունները տարբեր մաքսային կարգավորումներ ունեն, դրանք ըստ էության տարբեր տնտեսական կառույցներ են։ Ուստի հայ գործընկերները թերևս պետք է ինչ-որ փուլում կողմնորոշվեն, որ ուղղությամբ են գնում։ Եվրամիությանն ինտեգրվելու, թե շարունակում են մնալ եվրասիական ինտեգրման շրջանակներում, որը ակնհայտ առավելություններ է տալիս Հայաստանի բնակչությանը։ В рамках Евразийского экономического союза, а это участие дает Армении очевидные выгоды, дает очевидные выгоды населению Армении. Լրագրողի հարցին հնարավոր է Հայաստանը դուրս թողնվի Եվրասիական միությունից եւ արդյոք Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին Հայաստանի խորհրդարանում անցած ամիս ընդունված օրինագծից հետո Երևանի մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին նվազել է, Գալուզինն արձագանքել է։ Առայժմ ոչ, բայց եթե Երևանը շարունակի եվրոպական ճանապարհը, հետևանքները չեն ուշանա։ Конечно, если Армения пойдет по пути европейского, так как они говорят выбора, а не евразийского, то Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ուղով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵԱՏՄ գործընկերների հետ ներկայումս գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վերանայմանը։ Հավանաբար դա բավական ցավագին գործընթաց կլինի, այդ թվում ցավոք Հայաստանի բնակչության համար։ Մենք որևէ մեկին որևէ բան չենք հարկադրում, բայց թերևս տրամաբանական է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությունը կբացատրի իր բնակչությունը, ինչ կարող է կորցնել երկիրը դուրս գալով Եվրասիական տնտեսական միությունից։ Логично предположить, что руководство Армении будет объяснять своему населению о том, что страна может потерять, выходя из Евразийского экономического союза. Նախազգուշացնող այս հայտարարություններից առաջ եւ հետո Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրել է տնտեսական վերջին ցուցանիշները։ Հայաստանի համախառն ներքին արդյունքը վերջին տարիներին տեսանելի աճ է գրանցել ԵԱՏՄ համագործակցության շնորհիվ։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը նույնպես անցած տարի էական ավելացել է, հասնելով մոտ 12 միլիարդ դոլարի։ Даже сегодня товарооборот Армении из каждой стран Евросоюза, он в разы ниже, чем с Россией. Նույնիսկ այսօր Եվրամիության առանձին երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը անգամներով ավելի քիչ է, քան Ռուսաստանի հետ։ Էլ չասած այն մասին, որ Եվրամիությունը առանց թաքցնելու թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի ռազմավարական դաշնակից ու առանցքային տնտեսական գործընկեր Ռուսաստանի նկատմամբ։ Ծավալուն հարցազրույցում Գալուզինը Ադրբեջանի հետ հարաբերություններից չի խոսել, չի անդրադարձել Երևանից հնչող քննադատություններին, թե լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Մոսկվան վերջին տարիներին կամ չի աջակցել կամ կանգնել է Բաքվի կողքին։ Փոխարենը Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը այսքանով հանդերձ մինչև հիմա Եվրասիական տնտեսական միության որևէ կառույցից դուրս չի եկել։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մեզ կապում է բազմադարյա ընդհանուր պատմությունն ու հաղթանակը երկրորդ համաշխարհայինում, որի 80-ամյակը հուսով եմ մենք համատեղ կնշենք, ասել է նա։ Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին Կրեմլն այս տարի հրավիրել է միայն
բարեկամ երկրներին։ Նրանց շարքում չեն օրինակ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան։ Փոխարենը հայտնի է, որ այդ օրը Պուտինի կողքին կլինեն նրա հետ մերձավոր կապերով հայտնի Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սլովակիայի առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը։ Արդեն հաղորդվել է, որ այդ օրը Կարմիր հրապարակով կանցնեն Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին մասնակցող ստորաբաժանումները։ Այդ տոնակատարությանը մասնակցելու Ռուսաստանի նախագահի հրավերը Հայաստանի վարչապետ Փաշինյանը անցած ամիս էր ընդունել։ Հայաստան վերադառնանք, Գյումրիում 2 օրից քաղաքապետ կընտրեն։ Այսօր ձևավորվել է 33 հոգանոց ավականին։ Ի տարբերություն ավականի անցած մյուս 4 ուժերի առաջին համարների, մանդատը վերցնողների թվում չէր մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը։ Իսկ իշխանական քաղաքացիական պայմանագիրը մինչև այս պահը հստակ չի ասում, պատրաստվում են իրենց թեկնածու Սարիկ Մինասյանին քաղաքապետ առաջադրել։ Ընդդիմադիրների համաձայնությունը նախկին քաղաքապետ մի շարք քրեական գործերով անցնող Վարդան Ղուկասյանին ընտրելու շուրջ գոնե խոսքերով այս պահին դեռ ուժի մեջ է։ Մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց Գյումրիի ավագանու մանդատից։ Ընտրատարածքային հանձնաժողովն այսօր բաշխեց ավագանու 33 մանդատները։ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավականու անդամի թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանի գրանցումը։ Ով է կողմ, դեմ, միաձայն։ Ընդդիմադիր падգամավորը միաժամանակ 2 մանդատ ունենալ չէր կարող եւ փաստորեն նախընտրեց ազգային ժողովինը։ Գրիգորյանի առաջնորդած դաշինքի ձայներից է կախված երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում։ Ինչպես կվարվեն, արդյոք ուժի մեջ է Ղուկասյանի հետ տարիների հակամարտություն ունեցող Գրիգորյանի հայտարարությունը, թե ավագանու առաջին նիստում կապահովեն անհրաժեշտ քվեներ Հոկուտ Ղուկասյանի։ Ոչ Մարտուն Գրիգորյանը, ոչ էլ նրա դաշինքից Ավագանի անցած մյուսները մեր հեռախոսազանգերին այսօր չպատասխանեցին, ոչ էլ մանդատները բաշխելու օրակարգով ընտրատարածքային հանձնաժողովի նիստին էին ներկա։ Մեր քաղաքը դաշինքի ցուցակով ավագանու մանդատներ ստացան Գրիգորյանի մոր եղբայրը եւ ավագ որդին Կարեն Գրիգորյանը, ում ձերբակալել, ապա ազատ էին արձակել ընտրություններից 3 օր առաջ։ Ի տարբերություն Գրիգորյանի ավագանու մանդատը վերցրեց քաղաքացիական պայմանագրի առաջին համար Սարիկ Մինասյանը, բայց իշխող ուժից դեռ հստակ չեն հայտարարել ապրիլի 16-ին ավագանու նիստի առաջին օրը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու են Մինասյանի թեկնածությունը։ 14 մանդատ ստացած ԿՊ-ն միայնակ չի կարող քաղաքապետ ընտրել։ 2 օր առաջ Մինասյանը Facebook-ում գրել էր, թե առաջիկա օրերին կհայտնի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի եւ իր հետագա քայլերի մասին, բայց մինչ այս պահը հայտարարություն չի արել։ Նաեւս հեռախոսազանգերին չի պատասխանում։ Քաղաքացիական պայմանագրի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Ազատությանը փոխանցեց կուսակցությունը հայտարարություն կանի, բայց թե երբ չասաց։ Այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը խոսելով Գյումրիի ավագանիում հնարավոր համագործակցությունների մասին բացառել էր Վարդան Ղուկասյանի հետ համագործակցությունը։ Փաստացի ամենամեծ քաղաքական մարմինը այդ ավականում դա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է լինել։ Ոչ մեկ միայնակ որոշումներ չի կարող կայացնել։ Համագործակցություն լինել։ Ես էլ ասում եմ այդ հարցը գնացեք Վարդան Ղուկասյանին տվեք, ասեք ինքը ում հետ է համագործակցություն փնտրելու։ Մենք իր այդ համագործակցություն չենք փնտրելու։ Ապրիլի 16-ին ավագանու առաջին նիստում հնարավոր անակնկալների մասին հարցին էլ պատասխանեց, թե հասցեատերն ինքը չէ։ Այդ անակնկալները չգիտեմ, տեղից անակնկալ են, էլի, հիմա ինձնից ինչ եք հարցնում, օրինակ Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը այդ գծով ոնց որ արդեն բան է տենց, խիստ պրոֆեսիոնալ է դարել, Վարդան Ղուկասյանին այդ իր միանալու բանը խիստ մեծ անակնկալ էր, սենց մեծ կինդեր սյուրպրիզ էր, էլի Գյումրու համար։ Ապրիլի 16-ին ավագանու առաջին նիստը որպես տարիքով ամենաավագ անդամ կվարի քաղաքապետի պաշտոնին հավակնող մի շարք քրեական գործերով անցնող Վարդան Ղուկասյանը։ Օրենքի պահանջով առաջին նիստը գումարվում է ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու օրակարգով։ Մինչև 15,000 դրամ տուգանք տրանսպորտի ուղևարցը չվճարելու համար։
Իշխանությունը միայն թանկացումից հետո հայտնաբերեց, որ հսկիչների ինստիտուտ հանրային տրանսպորտում ուղղակի նախատեսված չէ, ուստի թանկացած ուղևորը բոյկոտող քաղաքացիներին տուգանելու ձև էլ չկա։ Հիմա նոր փոփոխություններ են բերել խորհրդարան, որով նաև թանկացման հարցը հանրաքվեի դնելու ընդդիմադիրների մտադրության դեմն են առնում։ 3-ից 15,000 դրամ տուգանք հասարակական տրանսպորտի համար չվճարելու կամ վճարման կարգը խախտելու համար նախագծերի փաթեթն ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկվեց։ Օրինագիծը հանրային տրանսպորտի սակագնի փետրվարից 100-ից 150 դրամ դարձրած Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն է մշակել, բայց այն հանրային քննարկմանը դրելու խորհրդարանին ներկայացրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, քանի որ բոլոր համայնքներին է վերաբերում։ Փոխնախարար Արմեն Սիմոնյանը սակայն նախագիծը ներկայացրեց իր իսկ բառերով ընդհանուր տուգանքների մասին չխոսեց։ Ընդդիմադիր падգամավորների դժգոհություններից հետո միայն պարզաբանեց, մտադիր չէր նախագիծն ամբողջությամբ կարդալ։ Նախագիծը չի պատրաստվում ամբողջությամբ հենց նախագծի ձևով կարդալ եւ ներկայացնել։ Հանրային տրանսպորտի ուղևորցի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին տուգանելու համար իշխանությունները 3 օրենքում փոփոխություն եւ լրացում են առաջարկում։ Նախագծով ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո վճարել ուղևորցը։ Վավերացված տոմսը հսկիչների պահանջի դեպքում տրամադրել այն ստուգելու նպատակով, չներկայացնեն, կտուգանվեն։ Չվճարելու կամ տոմս ունենալու, բայց չվավերացնելու դեպքում տուգանքը 10,000 դրամ է, եթե արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ տուգանվելու է 15,000 դրամով։ Մնում էր միայն քաղաքացու համար գնդակահարություն ավելացնեք։ Ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դալենյանի գնահատականն է նախագծին։ Որ մարդը իրավունք չունի, օրինակ իր բողոքի ձայնը արտահայտի։ Այսինքն այն ժամանակ կարող էր իր բողոքի ձայնը բարձրացնել, հիմա փաստորեն չի կարող, դառնում է տուգանքի մատերիալ։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ տրանսպորտի ուղևորը հավասարացվել է տեղական վճարին, ինչը արդեն զրկում է հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունից։ Տրանսպորտի սակագինը 100 դրամ պահպանելու հարցը հանրաքվեի էր պատրաստվում տանել Երևանի ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Իրենք գիտեին, որ մենք հանրաքվեի ենք գնալու, իսկ մենք դա բաց էինք ասել, որովհետև մենք քաղաքացիներին պետք է ներկայացնենք մեր ճանապարհային քարտեզը, երբ որ մենք ստորագրություն էինք հավաքում, մենք ասում էինք, մարդիկ հարց էին տալի, լավ, այս ստորագրությունը որ դրեցինք, հիմա գնի վրա կազդի, մենք իրենց ճանապարհը ցույց էինք տալիս, ասում ենք օրենքով պետք է ստորագրենք, որպես հարցը նախագիծը մտնի օրակարգ ավականու։ Եթե այնտեղ բացասական եզրակացություն ստանա, հետո մենք գնանք 10% ստորագրություն հավաքելու ճանապարհով եւ ի վերջո այդ հարցը դնենք հանրաքվեի։ Օրենսդիր մարմնում այսօր քննարկված նախագծով այս հնարավորությունից զրկվում են։ Այս մեր քաղաքացիները հասկանան, որ մի հատ տոմս տալու, չվճարելու 150 դրամ չվճարելու համար այս մարդիկ կարող ահագին գլուխ ցավանքի մեջ չգնեն։ Վարչական ձերբակալման ենթարկվեն, անձնական զննման, իրանց մոտ իրերը զննումներ ու փաստաթղթեր վերցնել, ու լկորցիկա կազմել հայտնի չէ, ինչ միջոցներով եք տանում։ Այսինքն պետք է մարդու սպասեցնել տակ 2 ժամուկես, միջև ոստիկանը այդ մարդու ձերբակալի տանի։ Ազգային ժողովի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագծերի փաթեթում մի շարք խնդիրներ, նույնիսկ սահմանադրության հետ հակասություններ է տեսել։ Ազգային ժողովի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը հստակ արձանագրել է, որ անձի գործողության կատարման պահին կատարված լուսանկարը, տեսանկարահանումը կամ ձայնագրումը չի կարող որպես իրավախախտում կատարված լինելու մասին ապացույց օգտագործվել անձի դեմ վարչական վարույթի ընթացքում։ Խնդիր են տեսել նաեւ բանկային քարտով վճարելու դեպքում, քանի որ այդ պարագայում քաղաքացին որպես վճարման ապացույց չի կարող որևէ անդորրագիր ցույց տալ։ Իսկ բանկային համակարգի մյուս տեղեկությունները այլ անձին տրամադրելը մարդու սեփականության իրավունքի պաշտպանության խախտման վտանգ է, քանի որ այդ տվյալները երկրորդ անձին տրամադրելու դեպքում կարող են լինել ֆինանսական զեղծարարություններ։ 23 էջ կարծիքից ու տարբեր խնդիրներ ներկայացնելուց հետո փորձագետները եզրահանգել են։ Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական խնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի։ Նախագծում խնդիրներ արձանագրեցին նաև իշխանական падգամավորները։ Այսինքն այս տրանսպորտը համայնքապատկան է, օրինակ Երևանը։ Երևանի ավականին որոշում է տրանսպորտի սակագին ճիշտ է։ Հետո այն մյուս օրենքով վարչական իրավախախտումների մասով ուղևորը մտավ տրանսպորտ, չվճարեց, հայտնաբերվեց, տուգանք է նշանակում։ Լավ, Երևանի պարագայում հələ հասկացանք, քաղաքապետարանը տարբեր վարչություններ ունի, հասարակական կարգի պահպանություն եւ այլն եւ այլն։ Առաջի հարցս, այս գործառույթը ով է իրականացնելու մարզերում։ Չնայած քննադատությանը իշխանականների քվեարկությամբ նախագիծը դրական եզրակացություն ստացավ ու կքննարկվի վաղը մեկնարկող խորհրդանի լիագումար նիստերի ընթացքում։ Միջազգային գլխավոր թեման Ուկրաինան է։ 34 մարդու կյանք խլած Սումիի հրթիռակոծությունից հետո Եվրամիությունը Ռուսաստանի վրա առավելագույն ճնշման կոչ է անում։ Միացյալ Նահանգներից տեղի ունեցածը սարսափելի են որակում, բայց Մոսկվայի հասցեին թիրախային քննադատություն չի հնչում։
Ռուսական զինուժը 3 հրթիռակոծել է ուկրաինական Սումի քաղաքի կենտրոնը, զոհվել է 34 մարդ, այդ թվում 2 երեխա, վիրավորվել 119, նրանցից 15-ը երեխա։ Ռուսաստանն այսօր հաստատել է, որ հարվածել են Իսկանդեր M հրթիռներով, պնդելով, թե թիրախը եղել է ուկրաինացի հրամանատարների նիստի վայրը։ Կրեմլի խոսնակն ասել է, թե ռուսական զինուժը հարվածում է միայն ռազմական թիրախներին։ Սակայն հաղորդում է, որ թիրախում եղել է քաղաքի այն հատվածը, ուր այդ պահին անցկացվել է զինծառայողների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել նաև խաղաղ բնակիչներ։ Սումի շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխին քննադատել են, որ թույլ է տվել նման միջոցառում անցկացնել, նաև քրեական գործ է հարուցվել։ Սումիի բնակիչներ Վլադիմիր Դեշչենկոն եւ Վալերիա Մաքսիմովան պատմում են, որ նախատեսում էին մասնակցել ծաղկազարդի տոնին, սակայն չեն հասցրել։ Մենք նախատեսում էինք գնալ եկեղեցի պատարագին ներկա գտնվելու, երբ այդ ամենը տեղի ունեցավ, չհասցրինք մասնակցել ծառայությանը։ 4-րդ հարկի իմ բնակարանում էի միջանցքում եւ պայթյունի ալիքն ինձ շպրտեց։ Չգիտեմ գիտակցությունս կորցրել եմ այդ ժամանակ թե ոչ, բայց հիմա լավ եմ զգում։ Մինչ Սումիում ուշքի են գալիս երեկվա օրյունալի հարձակումից, ռուսական զինուժն այսօր կրկին հարվածել է քաղաքին, այս անգամ անօդաչույով։ Ուկրաինայի նախագահը դատապարտել է երեկվա հարձակումը միջազգային հանրությանը կոչ անելով ավելի կոշտ արձագանքել Ռուսաստանի գործողություններին։ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ծաղկազարդի օրը նման բան կարող էին անել միայն մեջբերում եմ կեղտոտ սրիկաները։ Війни закінчуються, коли про злочини війни не забувають. Պատերազմներն ավարտվում են միայն, երբ հանցավոր պատերազմները չեն մոռացվում եւ երբ ագրեսորի վրա ճնշում է գործադրվում։ Հիմա դա տեղի չի ունենում։ Նրանք վախ չունեն, դրա համար էլ բալիստիկ հրթիռներով են հարվածում։ І саме тому балістика. CBS հեռուստաընկերությանն էլ տված հարցազրույցում նա Միացյալ Նահանգների նախագահին կոչ է արել գալ Ուկրաինա եւ տեղում տեսնել, թե ինչ է անում Վլադիմիր Պուտինը։ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ իրեն զեկուցել են, թե ռուսները սխալմամբ են հարվածել Սումիին։ Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի հասցեին ուղիղ քննադատություն չի հնչեցրել։ Կարծում եմ, որ դա սարսափելի էր եւ ինձ ասացին, որ նրանք սխալ են թույլ տվել, բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի բան է։ Կարծում եմ, ամբողջ պատերազմն է սարսափելի։ Խաղաղ բնակիչների հրթիռակոծումը չի դատապարտել նաև ԱՄՆ պետքարտուղարը Մարկո Ռուբիոն միայն ասել է, որ Միացյալ Նահանգները ցավակցում է ռուսական այս սարսափելի հարձակումից տուժածներին եւ նշել, որ սա ողբերգական հիշեցում է, թե ինչու է ԱՄՆ-ն այդքան ժամանակ եւ ջանք գործադրում այս պատերազմն ավարտելու եւ արդար ու կայուն խաղաղության հասնելու համար։ Հարձակումը կոշտ քննադատել են Եվրահանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։ Ֆրանսիայի նախագահը սոցցանցում գրել է, որ խիստ միջոցներ է պետք կիրառել Ռուսաստանի նկատմամբ, նշելով, թե բոլորը գիտեն, որ միայն Ռուսաստանն էր ցանկանում այս պատերազմը։ Եվ վերջում աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերությունը տիեզերք է բարձրացրել 6 կանանցից բաղկացած անձնակազմը տեղափոխող տիեզերանավը։ Սա 1963 թվականին Վալենտինա Տերեշկովայի միայնակ թռիչքից հետո միայն կանանցից բաղկացած առաջին թռիչքն էր տիեզերք։ Արշավախմբի կազմում են եղել Բեզոսի ընկերուհին Լորեն Սանչեսը, հայտնի երգչուհի Քեյթի Փերին եւ եւս 4 հոգի։ Տեխասի տիեզերակայանից մեկնարկած թռիչքը տևել է մոտ 11 րոպե։ Վերադարձից հետո Քեյթի Փերին հողն է համբուրել, Բեզոսի լրագրող հարցնացուն կիսվել տպավորություններով։ No. Better. I don't think you can describe it. Չեմ կարծում, որ սա կարելի է բառերով նկարագրել, հասկանում եք ինչ եմ ասում։ Ամեն ինչ շատ լուռ անցավ, բայց միևնույն ժամանակ շատ կենդանի։ Եվ երբ նայում ես երկիր մոլորակին, մտածում ես, բոլորս այստեղ միասին ենք։ Միակ բանը, ինչի մասին կարող էի մտածել, այն էր, թե ինչքան կապված ենք իրար, ավելի կապված, քան կարող ես պատկերացնել, որովհետև երբ այստեղից ես նայում, տեսնում ես պետություններն ու սահմանները, ու այն ամենը, ինչ մեզ բաժանում է, բայց իրականում մենք այդպիսին չենք։ States and all these things that like divide us, but we're not. Այսքանը այս եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը անընդհատ թարմացվում է azatutsun.am կայքում, հետևեք, գտեք մեզ սոցցանցերում, YouTube-ով դիտեք և կաբելային ալիքներով հաջողություն։